Ողջույն բոլորին, Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ։ Նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր որ հավանում են մեր նյութերը, բաժանորդագրվում ալիքին եւ մեկնաբանություններով քաջալերում մեզ։ Սկսենք իհարկե գլխավոր թեման Մերձավոր Արևելքն է, բայց այսօր Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, ով Ալաձև գրասենյակում Թրամփը Մերցին ներկայացրել է որպես գործիգեր, որի հետ ունի լավ անձնական շփում, եւ ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները ուժեղ են ու քննարկելու են մի շարք ռազմավարական հարցեր, հատկապես Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի ֆոնին։ Հանդիպման առանցքային թեմաներից մեկը իհարկե եղել է Իրանի շուրջ զարգացումները։ Թրամփը հայտարարել է, որ գործողությունների նպատակը Իրանի ռազմական կարողությունների լրջագույն վնասումն է, նշելով, որ խոսվել են համակարգեր, որոնք ըստ նրա թույլ են տալիս Թեհրանին իրականացնել հարվածներ եւ վերահսկել օդային տարածքը։ Նա նաեւ փորձել է հիմնավորել, որ իրավիճակը զարգանում էր այնպես, որ իր գնահատմամբ հետաձգումը կարող էր ավելի վտանգավոր լինել։ Կանցլեր Մերցն իր հերթին հայտնել է, որ աջակցում է գործողություններին, Իրանը ներկայացնելով որպես վտանգավոր ռեժիմ եւ շեշտել է, որ պետք է մտածել նաեւ հաջորդ օրվա մասին, ինչպիսի քաղաքական ու անվտանգային լուծումներ են հնարավոր, եթե տարածաշրջանում ռեժիմը թուլանա կամ փոխվի։ Մերցը նշել է, որ Եվրոպայի համար նույնպես կարևոր է, թե ինչ կլինի Իրանից հետո եւ որ անհրաժեշտ է համատեղ մոտեցում հետպատերազմյան սցենարների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմին։ Մերցը նշել է, որ բոլորը ցանկանում են պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն Ուկրաինան պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը եւ անվտանգության շահերը։ Թրամփը հայտարարել է, որ այս թեման իր օրակարգում բարձր տեղ ունի, միաժամանակ ընդգծելով, որ խաղաղ կարգավորումը հեշտ չէ Պուտին-Զելենսկի հակասությունների խորության պատճառով։ Նա ակնարկել է, որ գործընթացը պահանջում է կողմերի պատրաստակամություն եւ շփում, իսկ առանց դրա արդյունք ակնկալելը անհնար է։ Կոնգրեսում շարունակվում են պաշտպանության նախարարի, պետքարտուղարի եւ այլ պաշտոնյաների ճեպազրույցները փակ դռների հետևում, եւ մինչեւ մեկնարկը պետքարտուղար Մարկո Ռուբիոն փոխանցել է վերջին տվյալները։ ԱՄՆ իշխանություններն աշխատում են Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիների տարհանման ուղղությամբ։ Մարկո Ռուբիոյի խոսքով արդեն շուրջ 1500-ից 1600 ամերիկացի դիմել է օգնության եւ նրանց դուրս բերելու համար պատրաստվում են կիրառել տարբեր միջոցներ՝ չարտերային եւ ռազմական թռիչքներ, կոմերցիոն ավիափոխադրումներ, ինչպես նաեւ որոշ դեպքերում ցամաքային երթուղիներ դեպի հարևան երկրներ։ Միաժամանակ քաղաքացիներին կոչ է արվել գրանցվել հատուկ կայքում եւ զանգարել հրապարակված հեռախոսահամարներով, որպեսզի իշխանությունները կարողանան կապ հաստատել ու կազմակերպել տարհանումը։ Պետքարտուղարը նաեւ հայտնել է, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան դիվանագիտական հաստատությունները գտնվում են բարձր վտանգի պայմաններում։ Վերջին տեղեկություններով անօդաչու է հարվածել Դուբայի ամենահյուպատոսարանի հարակից ավտոկայանատեղիին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ դիվանագիտական անձնակազմը անվտանգ է։ Լրագրողները հարցեր են ուղղել նաև այն մասին, թե արդյոք կոնգրեսը պետք է նախապես թույլատվություն տա ռազմական գործողություններին, ինչին Ռուբիոն պատասխանել է, որ կոնգրեսի առաջնորդները տեղեկացվել են օրենքով սահմանված կարգով եւ գործողություններն իրականացվում են ազգային անվտանգության պաշտպանության նպատակով։ Նրա խոսքով նախագահը որոշել է նախահարցակ քայլ կատարել, քանի որ գնահատվել է, որ ամերիկյան ուժերը եւ դաշնակիցները կարող են ենթարկվել հարձակումների։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակում են սրվել։ Իսրայելը ուժեղացրել է հարվածները Իրանի հրթիռային կայանների եւ զենքի արտադրության գործարանների դեմ, մինչդեռ Իրանն էլ պատասխանում է տասնյակ բալիստիկ հրթիռների արձակմամբ դեպի Իսրայել եւ դրոնային հարձակումներ տարածաշրջանի տարբեր ուղղություններով։ Հարվածների ընթացքում թիրախավորվել են նաև ծոցի որոշ երկրներ։ Պաշտոնական տվյալներով պատերազմի առաջին 4 օրերի ընթացքում Իրանում զոհվել է մոտ 800 մարդ, Իսրայելում 11, Միացյալ Նահանգներն ունի 6 զինվորականի կորուստ։ Իսրայելական իշխանությունները նշում են, որ արձակված հրթիռների մեծ մասը հաջողությամբ կասեցվել է հակօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատերազմը երկար չի ձգվի, հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն կանխատեսումներին, թե այն կարող է բաց ավարտ ունենալ։ Նրա խոսքով գործողությունը կարող է ժամանակ պահանջել, բայց չի տևի տարիներ եւ անվերջ պատերազմ չի լինի։ Իսրայելը միաժամանակ ընդլայնում է գործողությունները։ Գիշերը լրացուցիչ ուժեր են տեղակայվել հարավային Լիբանանում, այն դիրքերում, որոնք ըստ բանակի պաշտպանական են եւ ուղղված են քաղաքացիական բնակչության եւ կարևոր օբյեկտների անվտանգությանը Հեզբոլլահի հնարավոր հարձակումներից։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը թույլատրել է նաեւ տարածքային առաջխաղացում։ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ երկու իրանական անօդաչու սարք է հարվածել Ռիադում ԱՄՆ դեսպանատանը, իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Պատերազմի մեկնարկից Միացյալ Նահանգները հայտարարել է, որ խոցել է ավելի քան 12200 թիրախ։
ԱՄՆ Իսրայել-Իրան հակամարտության սրման ֆոնին Մերձավոր Արևելքում սուպերտանկերների փոխադրման ծախսերը հասել են պատմական առավելագույնի։ Իրանը հարվածներ է հասցնում նաև Հորմուզի նեղուցով անցնող նավերի։ Իրանի եւ Օմանի միջև գտնվող այս նեղուցով իրականացվում է աշխարհում սպառվող նավթի մոտ 1/5-ի փոխադրումը, ինչպես նաև մեծ ծավալի հեղուկացված բնական գազի մատակարարում։ Սակայն վերջին հարվածներից հետո նավագնացությունը գրեթե կանգ է առել։ Խափանումներն ու նեղուցի հնարավոր երկարատև փակման մտավախությունները հանգեցրել են նավթի եւ եվրոպական գազի գների աճին։ Իրանական լրատվամիջոցները նաև հայտնել են, որ Հորմուզի նեղուցը փակ է ու երկիրը կրակ կբացի ցանկացած նավի վրա, որը կփորձի անցնել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ ռազմածովային ուժերը պետք է ուղեկցեն նավթատար տանկերները Հորմուզի նեղուցով։ Նա Թրուսո սոցիալական հարթակում հրապարակած գրառմամբ նշել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Բացի այդ, Թրամփը տեղեկացրել է, որ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիան կտրամադրի քաղաքական ռիսկերի ապահովագրություն եւ ֆինանսական երաշխիքներ ծովային փոխադրումների համար։ Իրանի պատասխան հարվածները ծոցի տարածաշրջանում ծանր հարված են հասցրել հատկապես Դուբայի ենթակառուցվածքներին։ Թիրախավորվում են հյուրանոցները, գլխավոր օդանավակայանը եւ նավահանգիստը, սակայն հարվածը միայն ֆիզիկական օբյեկտներին չէ, այն նաև վնասում է Դուբայի որպես բիզնեսի համար աշխարհի ամենակայուն եւ վստահելի կենտրոններից մեկի համբավին։ Դուբայի միջազգային օդանավակայանը, որը սովորաբար համարվում է աշխարհի ամենածանրաբեռնվածներից մեկը, ստիպված է եղել փակվել։ Դուբայը նաև կարևոր հանգույց է գլոբալ մատակարարման շղթայում եւ նման դադարները կարող են խաթարել առևտրային հոսքերը։ Միացյալ Նահանգներում պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի միջանկյալ ընտրությունների շրջանը։ Առաջին պրայմերիները նախնական ընտրություններն անցկացվում են Թեքսասում, Հյուսիսային Կարոլինայում եւ Արկանզասում, ազդարարելով ընտրական երկար քաղաքական պայքարի սկիզբը։ Խոսքը կուսակցությունների ներսում անցկացվող նախնական ընտրությունների մասին է, որոնց միջոցով հանրապետականներն ու դեմոկրատները որոշում են, թե ովքեր են ներկայացնելու իրենց կուսակցությունը նոյեմբերյան ընդհանուր ընտրություններում։ Այդ ընտրություններում որոշվել է կոնգրեսի վերահսկողությունը ինչպես սենատում, այնպես էլ ներկայացուցիչների պալատում, ինչպես նաև մի շարք նահանգային պաշտոններ։ Այս 3 նահանգներն առաջինն են, որովհետև նրանց ընտրական օրացույցը նախատեսում է վաղ պրայմերիներ։ Թեքսասում եւ Արկանզասում գործում է բաց պրայմերի համակարգ, սա նշանակում է, որ պարտադիր չէ կուսակցության անդամ լինել։ Ընտրողը քվեարկության օրը պարզապես ընտրում է, թե որ կուսակցության պրայմերիին է մասնակցում, բայց կարող է ընտրել միայն մեկը։ Հյուսիսային Կարոլինայում համակարգը կիսաբաց է, եթե ընտրողը գրանցված է որևէ կուսակցությունում, կարող է մասնակցել միայն իր կուսակցության պրայմերին, իսկ եթե գրանցված է որպես անկախ, կարող է ընտրել, թե որ կուսակցության քվեարկությանը կմասնակցի։ Եթե որևէ թեկնածու հավաքի 50%-ից ավելի ձայն, նա անմիջապես կդառնա կուսակցության պաշտոնական թեկնածու նոյեմբերյան ընտրությունների համար։ Եթե ոչ ոք չի անցնում այդ շեմը, որոշ նահանգներում մեծամասնությունում անցկացվում է երկրորդ փուլ։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը Սենատի դատական հանձնաժողովում պաշտպանել է իր գերատեսչության ներգաղթի քաղաքականությունը, պատասխանելով հատկապես Մինեսոտայում 2 սպանությունների շուրջ բարձրացված քննադատություններին։ Այս դեպքերը լայն բողոքի ալիք էին բարձրացրել եւ դարձել էին նախագահ Դոնալդ Թրամփի զանգվածային արտաքսման քաղաքականության հիմնական քննադատության կենտրոնը։ Սկզբում Նոեմն այդ 2 անձանց ներկայացրել էր որպես զինված սադրիչներ, սակայն տեղական պաշտոնյաների հաղորդագրություններն ու տարածված տեսանյութերը հակասել էին վարչակազմի այդ գնահատականին։ Սենատի լսումների ժամանակ դեմոկրատ սենատորները պահանջել են, որ նա ներողություն խնդրի զոհերի ընտանիքներից։ Նոեմը հայտարարել է, որ իր մեկնաբանությունները հիմնված էին դեպքի վայրից ստացված տեղեկությունների վրա եւ ընդգծել է, որ իրավապանները բախվում են աճող սպառնալիքների։ Նրա խոսքով ակտիվիստների եւ քաղաքական գործիչների հռետորաբանությունը վտանգում է այս աշխատակիցների անվտանգությունը։ Մինեսոտայում իրականացվող գործողությունները սկզբում ներկայացվել են որպես խարդախությունների դեմ լայնածավալ հետաքննություն, սակայն տեղակայվել էին նաև հարյուրավոր ներգաղթի ծառայության եւ սահմանապահ ծառայության աշխատակիցներ։ Դրանից հետո բռնկված բողոքների ֆոնին վարչակազմը որոշ չափով կրճատել է գործողությունների ծավալը, սակայն Նոեմը նշում է, որ շուրջ 650 քննիչ դեռևս աշխատում է նահանգում։ Միաժամանակ նա բախվել է նաև հանրապետական ճամբարից քննադատության։ Սենատոր Ջոն Քենեդին հարցեր է բարձրացրել ավելի քան $200 միլիոն արժողությամբ գովազդային արշավի վերաբերյալ, որը խրախուսում էր ներգաղթյալներին կամավոր լքել երկիրը։ Նոեմը պաշտպանել է ծրագրի արդյունավետությունը։ Հանրապետական օրենսդիրների մեծ մասը, սակայն լսումների ժամանակ կենտրոնացել են նախկին վարչակազմի ներգաղթի քաղաքականության վրա, ներկայացնելով Նոեմին որպես իրավիճակը կարգավորող պաշտոնյա։ Ներքին անվտանգության նախարարի լսումները շարունակվելու են նաև ներկայացուցիչների պալատում, որտեղ նա նախատեսում է ելույթ ունենալ առաջիկա օրերին։ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին հայտնել է, որ Դոնալդ Թրամփը մի ժամանակ ասել է, թե ինքն ու Ջեփրի Էփստեյնը շատ լավ ժամանակներ են անցկացրել միասին, մինչև որ հարաբերությունները խզվել են անշարժ գույքի գործակալի շուրջ վեճի պատճառով։ Քլինթոնի խոսքերը հրապարակվել են տեսանյութով։
Նրա խոսքով Թրամփը երբեմն գալիս էր գոլֆ խաղալու եւ մի օր նշել է, որ գիտի Քլինթոնը եղել է Էփշտեյնի ինքնաթիռում եւ թռիչք ունեցել։ Հարցին թե արդյոք Թրամփը մանրամասնել է, թե ինչ լավ ժամանակների մասին է խոսքը, Քլինթոնը պատասխանել է ոչ եւ ինքը դրան որևէ սեռական ենթատեքստ չի տվել։ Այս հայտարարությունները Քլինթոնը արել է ուրբաթ ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովում տված ցուցմունքի ժամանակ։ Եվ Քլինթոնը եւ Թրամփը շփվել են Էփշտեյնի հետ մինչև նրա 2008 թվականի դատապարտումը, սակայն երկուսն էլ պնդում են, որ երբևէ չեն նկատել սեքսուալ թրաֆիքինգի նշաններ։ Նրանցից ոչ մեկը իրավապահների կողմից չի մեղադրվել Էփշտեյնի հետ կապված հանցավոր գործունեության մեջ։ Քլինթոնի ներկայությունը պատմական էր, քանի որ սա առաջին դեպքն էր, երբ գործող կամ նախկին ԱՄՆ նախագահը ստիպված է եղել ցուցմունք տալ կոնգրեսում։ Նա նշել է, որ իր ծանոթությունը Էփշտեյնի հետ կարճ է եղել եւ ավարտվել է տարիներ առաջ, մինչև նրա հանցագործությունների բացահայտումը։ Քլինթոնը հայտարարել է, որ երբևէ չի տեսել որևէ նշան, որը կհուշեր կանանց թրաֆիքինգի մասին եւ որ եկել է փոխանցելու այն քիչ տեղեկությունը, որը ունի, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։ Նա նաև ընդունել է, որ պաշտոնավարումից հետո մի քանի անգամ եղել է Էփշտեյնի ինքնաթիռում, նշելով, որ այդ ուղևորությունները կապված են եղել Global AIDS Foundation նախաձեռնության հետ։ Հարցին թե երբ է առաջին անգամ տեղեկացվել Էփշտեյնի հանցագործությունների մասին, Քլինթոնը պատասխանել է 2008 թվականին, երբ նա ենթարկվել է քրեական հետապնդման։ Քլինթոնը պնդել է, որ երբևէ չի այցելել Էփշտեյնի կղզի։ Դեմոկրատները այս ամենի ֆոնին նշում են, որ հետաքննությունը լիարժեք վստահելի չի լինի, եթե նախագահ Դոնալդ Թրամփը չգա հարցաքննության, քանի որ նրա անունը բազմիցս է հիշատակվում Էփշտեյնի հետ փաստաթղթերում։ Հանրապետականները սակայն հայտարարել են, որ դա տեղի չի ունենա։ FIFA-ի աշխարհի առաջնությանը մնացել է ընդամենը 100 օր։ Մրցաշարը կմեկնարկի հունիսի 11-ին Մեխիկոյում Մեքսիկա Հարավային Աֆրիկա հանդիպմամբ։ Միացյալ Նահանգների, Կանադայի եւ Մեքսիկայի ստադիոններում մրցաշարին առաջին անգամ կմասնակցեն 48 հավաքականներ նախկին 32-ի փոխարեն։ Ընդհանուր առմամբ կանցկացվի 104 խաղ 39 օրվա ընթացքում։ Նոր ձևաչափի շնորհիվ 4 երկիր առաջին անգամ մասնակցելու է աշխարհի առաջնությանը՝ Կյուրասաուն, Ուզբեկստանը, Հորդանանը եւ Կաբո Վերդե։ Եվս երկու երկիր Սուրինամը եւ Նոր Կալեդոնիան դեռևս կարող են միանալ մրցաշարին միջկոնֆեդերացիոն փլեյօֆում հաղթելու դեպքում։ Խաղերը կանցկացվեն 16 քաղաքներում, 11-ը Միացյալ Նահանգներում, 3-ը Մեքսիկայում եւ 2-ը Կանադայում։ Սպասվում է մինչև 6.5 միլիոն երկրպագու ամբողջ աշխարհից։ Այսպիսին էր օրվա լրահոսը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։